Հունիսի 12-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական եւ կրոնագիտական դասընթացների առիթով Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած երիտասարդներին։ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթորում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի եւ պատմության իմացությունն ու հոգեվոր գիտելիքները, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել հաղորդ դառնալու հայրենիքի հոգեվոր մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Վեհապար Հայրապետի տնօրինությամբ եւ անձնական հետաքրքրությամբ իրապես աստղագիրը պատրաստվեցավ։ Նպատակն է մեր երիտասարդներուն 18 տարեկանից մինչև 25 տարեկաներ հրավիրել, որովհետեւ ոչ թե միայն հայերեն լեզուն սովորել, նաեւ մխրճվին հայ մշակույթի մեջ, Հայաստանի կյանքի մեջ, իրենց պատմությունը ճանաչեն, իրենց ինքնությամբ ավելի զորանան։ Հետևաբար ծրագիրը ունի ամենօրյա դասախոսություններ, յուրաքանչյուր առավոտ 2 պահ կա հայերեն լեզվի եւ պատմության։ Իսկ կեսօրեն վերջ ունենք գրոնքի կամ հավատքի դավանության դասեր, ադիվերջ նրանք գերտան հայորդյաց տուները, ուր կմասնակցին զանազան մշակույթային ձեռնարկներում։ Ծրագրի տևողությունը 21 օր է, տարբեր երկրների ժամանած երիտասարդներն ապրում եւ կրթվում են Մայրաթորում։ Ծրագիրը համակարգում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գարեգին առաջին կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Կազմակերպչական հարցերում օգնում են նաեւ Ղազարավանի միանձնուհիները։ Հանդիպման ընթացքում Վեհապար Հայրապետը ծանոթացավ ծրագրին մասնակից երիտասարդների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով ու ուսումնառության ընթացքով։ Հայոց Հայրապետը հորդորեց ջանասիրությամբ շարունակել ուսումը եւ ձեռք բերած գիտելիքներով հարստացած իրենց ներդրումն ունենալ հայրենիքի ու իրենց համայնքների զորացման գործում։ Իմ հայրենս հաստատ մեկ քիչ զարգացել է, հույսով ավելի կզարգանա եւ շատ հայկական պատմություն եմ սովորել եւ մեր կրոնի մասին շատ եմ սովորել։ Ուրախ ենք, որ շփվեցինք Վեհապար Հայրապետի հետ, քանի որ շատ sense ուրախ ենք տեսնել իրեն մեր աչքերով, քան ոչ թե ասենք տարբեր հեռախոսով, տելևիզորներով։ Ուրախ ենք իրան տեսնելու, քանի որ շատ բաներ մեզի ասեց։ Ես սովորել եմ այմուվեն, հիմա մի քիչ գրում եմ ու կրթում եմ։ Գարեգին II տնօրինությամբ կրթական այս ծրագիրը շարունակական կլինի։ Հաջորդ խումբը Սփյուռքից մոտ 4 տասնյակ երիտասարդներ կժամանեն Մայրաթոր հուլիսին։ Լուսինե Բալյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։